Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցել եմ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Աբրահամյան, վերջի շրջանում տեսնում ենք Նիկոլի անչափելի խուլիգանությունը, սիրիկայությունը եկեղեցու դեմ։ Եվ այս մարդը կարծես ամեն օր պարտք է համարում եկեղեցուն ամենօրյա ռեժիմով կպնելու եւ հատկապես կուսակրոն մեր դարձաստիճան հոգեվորականներին այս իրավիճակում երբ որ մենք բոլոր աղետները կարծես ապրեցինք եւ հիմա վերջին հանգրվանում ենք պետություն ունենալ եւ չունենալ եւ եկեղեցին որպես քրիստոնեություն ունենալ թե չունենալ իհարկե զավեշտ է դրա մասին խոսելը բայց այս մարդը կարծես չի դադարում Արդյոք այս ամեն ինչը տանելու է նրան, որ քաղաքացիական բախումներ լինեն, որովհետև մարդիկ արդեն խոսում են դրա մասին։ Վերջին մասից գամ, նախ իշխանություն բայելու համար, այս իշխանությունը պատրաստ է ամեն քայլի։ Դա ցույց է տվել բոլոր փուլերում, Արցախի հանձնման գործընթացից, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան կուլ տալուց եւ այլն, այսինքն նրա մոտ բոլոր հաշվարկների հիմքում նրա իշխանությանը հնարավորինս երկար մնալու հանգամանքն է։ Հիմա գանք Մայրաթորին։ Մայրաթորի հետ կապված երկրի կենսունակություն ապահովող ինստիտուտները այդքան էլ շատ չեն որպես կանոն տարբեր երկրներում, հատկապես Հայաստանի նման երկրների համար, որտեղ կրոնական արժեքները, որոնք ներդաշնակեցված են նաև բարոյականության եւ բարոյականության վարկանոնի հետ բավականին մեծ դեր ունեն եւ այս պարագայում իշխանությունը Մայրաթորը դիտում է որպես դիմադրողականության, երկրի կենսունակության ապահովման եւ նաև որոշակիորեն պետական ֆունկցիաները նաև ստանձնած կառույցի առաջին հերթին պետության ֆունկցիա ասելով այստեղ նկատի ունեմ մեր քաղաքացիների պաշտպանության տեսանկյունից քաղաքականություն վարելը Մայրաթորի կողմից պատահական չէ որ եւ երկրի ներսում եւ երկրից դուրս իր ողջ հեղինակությունը օգտագործում է Սուրբ Էջմիածինը իր հայանապաստ գործունեությունը ծավալելու համար որը ստեղծված իրավիճակում նաեւ հակասությունների մեջ է Հայաստանի արտաքին քաղաքականության հետ որովհետեւ մի կողմից Հայաստանը համարում է, որ Արցախի հարց գոյություն չունի, Արցախը Ադրբեջան է, բայց Մայրաթորի հայտարարությունները հիմքում արցախցիների ինքնորոշման իրավունքն է, նրանց իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը, որը հրապարակային նաև դաշտում միմյանց հետ հակազդեցության մեջ է մտնում։ Կա մի հանգամանք, որի մասին վերջին օրերին քիչ է խոսվում այս ընդհանուր իշխանության գրոհի պայմաններում Ես կարծում եմ, որ իշխող ուժի ղեկավարը չի մարսել հետպատրիազմյան ժամանակահատվածում Մայրաթորի հստակ դիրքորոշումը, երկրում քաղաքական փոփոխությունների համատեքստում եւ սա մի փուլում պետք է իր դրսևորում ունենար։ Որոշակի համընկնումները այս ժամանակահատվածի կապված են նաեւ նախընտրական զարգացումների հետ, որտեղ մեկ տարուց մեր երկրը Հևակողելու է ընտրական ժամանակահատված։ Ես ուզում եմ հարցնել, ինչու հենց այս ժամանակահատվածը ընտրեց եկեղեցուն։ Այս իրավիճակում փաշինյանական մոտեցումը ելնում է նաև այդ ընտրական կապիտալի ձևավորումից։ Այսինքն, եթե ավելի պարզ խոսենք, դրված է 4 հաշվարկ է իրականացված, թե որոնք են իրենց խանգարող հանգամանքները։ Հասարակության որ շերտերին եւ ինչ ձևով կարելի է բերել ինչ-որ դաշտ եւ փորձել ապահովել այդ 50%-ի սահմանը եւ ոչ միայն Մայրաթորի դեմ հարձակումները, այլ այն բառապաշարը, որը իշխող ընտանիքը օգտագործում է հասարակության տարբեր իրադարձությունների կամ դեմքերի նկատմամբ գնահատական հնչեցնելու այդ բառապաշարի այդ մակարդակը, սա եւս դրա արտացոլումն է։ Այս բանը շատ դժվար է միջև վերջ բացել եւ
քաղաքական տեխնոլոգիայի առումով գնահատել թե այս տեսանկյունից դա ինչ սեգմենտի վրա կաշխատի, ինչ սեգմենտ իրանք դրանով քաշեն եւ այլն, բայց իմ համար ակնհայտ է, որ այդ ամեն ինչը իրենց մոտ հաշվարկված է եւ անկախ այն հանգամանքից թե դա ինչ ծանրադատություն կունենա երկրի, պետության, հասարակության համար, բնականաբար դրան այդ հանգամանքը նրանց համար շատ քիչ հետաքրքիր է։ Այլնայողության մասին, այսօր դրա մասին շատ է խոսում, որ իշխանության այդ հայտարարությունները եւ նա տարբեր թիմակիցների ըստ էության անոնս են որոշակի արյունայողությունների, ներհասարակական բախումների, ինչը որպես հետևանք նաեւ բերելու է նոր բևեռացմանը կամ այս պարագայում այդ բևեռացման, հասարակական բևեռացման խորացմանը։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս իշխանությունը 2018 թվականից գործել է եւ աշխատել է առաջին սկզբունք ունենալով հանրության մեջ ատելության մթնոլորտի սերմանումը, միմյանց նկատմամբ թշնամության սերմանումը եւ դրա վրա իր քաղաքական կապիտալի հավաքագրումը, ապա 26 թվականին ընթառաջել իր մոտ այդ մոտեցումը իր արտացոլումն է ստանում, իսկ այս իրավիճակը իթիվս այլ ծանր հետևանքների նաեւ երկրի ներսում բերելու այդ ատելության մթնոլորտի էականորեն աճին եւ այլն։ Եվ երրորդ հանգամանքը, տեսեք, իշխանությունը այս 7 տարիների ընթացքում մշտապես փորձել է երկրի կարևոր հանրային եւ քաղաքական օրակարգը պահել իր ձեռքում։ Շատ դեպքերում դա արել է առաջին հայացքից թվացել է, թե դա արել է իր հեղինակության հաշվին, դա արել է իր ընտանիքի հեղինակության հաշվին, բայց դրանց համար խնդիրը պարզապես օրակարգը պահել է, անկախ նրանից թե այդ օրակարգը որքան է խոցելի կամ որքան է հանրային քննադատության բերում, եւ օրակարգ պահելու այդ հանգամանքը իրանց համար գերիշխող է եւ իրենք այս փուլում եւս փորձում են այլ բազմաթիվ կարևորություն ներկայացնող հարցերից թեման բերել եւ սեփական օրակարգի պայմաններում ձևավորել։ Տեսեք, մենք իրավիճակի բերումով ուզենանք թե չուզենանք մայրաթորի եւ մեր նաեւ ինքնության հայոց պետականության պաշտպանության տեսանկյունից մենք արձագանքում ենք նաեւ այն ամենին, ինչ որ իշխանությունը իջեցնում է։ Մի կողմից դու մտնում ես այդ օրակարգի մեջ եւ դրա ակտիվությունը ես ապահովում, մյուս կողմից էլ մենք եւ որպես քաղաքական գործիչներ եւ քաղաքացիներ պարզապես չենք էլ կարող անհաղորդ մնալ այդ իրավիճակին։ Բայց այդտեղ լուծումը այլ տեղ է, սրա լուծումը այն է, որ ինքը քաղաքականություն ձևավորողներ հասարակական ակտիվ խմբերը իրենք պետք է օրակարգ ձևավորեն, որոնք նվազագույնը քաղաքական դաշտում բերեն որոշակի մրցակցության այդ օրակարգային կամ որոշակի կիսեն այդ օրակարգը, որպեսզի հնարավորություն չտրվի իշխանությանը իր սահմանած նախաձեռնությունների շրջանակներում գործընթաց զարգացնել, թիրախավորել եւ միաժամանակ քաղաքական process-ները պահել իրենց ձեռքում։ Պարոն Աբրամյան, մենք այսպես խոսում ենք, իհարկե այս ժամանակահատվածը ինքը իզուր չի վերցրել, որովհետեւ ինքը շատ լավ գիտի հասարակության կարծիքը հոգեվորականի նկատմամբ, հա, մենք կարող է այսպես հավատավոր ժողովուրդ ենք, եկեղեցին սիրում ենք բան, բայց մենք նաև հոգեվորական չսիրող ազգ ենք։ Եվ այս վիճակը, որ նրանք երեխա ունի, չունի, իրենց բարեվարկությունն է փորձում ջրի երես հանել եւ փորձում է բարեվարկության հանձնաժողով կազմել, չգիտեմ, կարող է Աննային էլ նշանակելու է դրա գլխավոր ստուգող հանձնաժողով։ Մի խոսքով, այս ամեն ինչի մեջ նաև ինքը բերելու է նրան, որ ցանկացած հոգեվորականի վարկաբեկելը դառնալը օրակարգ է այլևս։ Ինչու այս պարագայում եկեղեցին լռում է, որովհետև ես հասկանում եմ, որ Նիկոլին պատասխանելը դիրքավորման հետ կապված եւ մտավոր պահերով մենք միշտ պետք է հակառակվենք, որովհետև ասենք Նիկոլին ինչ պատասխանեց, ես դա հասկանում եմ, բայց նաև այս մարդը չի դադարում եւ եկեղեցին էլ որպես այդպեսին լռելով ուրա տանելու այս վիճակը։ Հոգեվորականների նկատմամբ վերաբերմունքի մասով անկեղծ ասեմ, այդքան էլ համաձայն չեմ։ Հատկապես վերջին տասնամյակների ընթացքում կարծում եմ նաև հոգեվորականների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացել եւ նրանց հեղինակության նկատմամբ կա հանրային ընկալում, նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր այսպես ասեմ, աթեիստներ են եւ առանձնապես մեծ հավատքով չեն մոտենում տարբեր իրադարձություններին, որոնք հավատավոր ժողովրդի համար այլ դրսևորում ունեն։ Բայց մենք սիրում ենք այդ անկողին մտնել,
ինչ որ փող վերցնել, տանել, այդ անդադ իրենք հասկանում են, որ այդ բամբասանքային իրականությունը այդ դեղին մամուլից բխող այդ իրադարձությունները միշտ էլ եղել են օրակարգի կարևոր մաս եւ նրանք փորձում են այդ օրակարգը դրանով լրացնել։ Բայց գիտեք, մի հատ օրինակ եմ ուզում բերել։ Ես երկար տարիներ ինքս հաճախում եմ եկեղեցի պատարակներին։ Իմ համար գոնե տեսանելի է, որ վերջին տարիներին, միգուցե տասնամյակներին, էականորեն մեծացել է մարդկանց մուտքը եկեղեցի եւ պատարակների ժամանակ եւ օրվա տարբեր ժամերին էլ չեմ խոսում այն բոլոր արարողությունների մասին, որոնք եկեղեցու միջոցով են արվում, սակադրություններն, երեխաների կնունքի արարողությունը եւ այլն։ Սրան մեր քաղաքացիներն սկսել են շատ ավելի մեծ դեր տալ, անկախ նրանից թե դա ամբողջությամբ իրանց մեջ գիտակցված թե ոչ, ամենայն դեպս ինքնին եկեղեցու մուտքը եւ եկեղեցականի խոսքի հնչեցումը ինքնին արդեն իր կրթական, դաստիարակչական, իր բարոյական իր ֆունկցիաները լուծում է։ Ես սրա համատեքստում մի հատ ուրիշ բան եմ նաեւ ուզում համատել։ Տեսեք 2018-ին առաջին հարվածներից մեկը տեղաց զինված ուժերի վրա։ Բանակը մեր պետական կառավարման համակարգի առանցքներ ամենամեծ հեղինակություն ունեցող ինստիտուտը, բայց ինչ արեց իշխանությունը։ Փորձեց առաջ բերել 1-2 զինվորականի, որոնց վրա կարող էր ձեր ասած կամ բամբասանքը, կամ քարոզչությունը, կամ ակնհայտ սրբարտությունը կառուցել եւ նետեց դաշտ։ Դրա սիմվոլը այս իրավիճակում դարձավ Մանվել Գրիգորյանը, ով մի կողմից պատերազմի հերոս էր, ընդգծված հրամանատարներից էր նաեւ խարեզմատիկ, մի կողմից նրա հետ նաեւ որոշակիորեն կապված էր հասարակական տարբեր բնույթի իրադարձություններ, որ իշխանությունը օգտագործեց, փորձեց դա ոչ միայն խոցելի դարձնել նրան, ոչ միայն փորձեց դրա շուրջը վերցնել եւ մեծ փաթեթավորում իրականացնել, այլ Մանվել Գրիգորյանի միջոցով նաեւ թիրախավորեց ողջ հրամանատարական կազմը, նաեւ զինված ուժերը։ Մանվել Գրիգորյանը իհարկե պատմության մեջ արձանագրվել եւ արձանագրվելու եւ սերունդներն հիշելու են որպես հերոսի եւ այն ինչ որ այս իշխանությունը փորձեց սարքել, գործարկել իր քարոզչական նպատակների համար, բնականաբար դրա մասին կամ չեն հիշի, կամ շատ քչերը կհիշեն։ Բայց այն, որ ինքը Մանվել Գրիգորյանը եւ այլ հրամանատարների միջոցով թիրախավորեց զինված ուժերը, ամբողջացրեց նաեւ այն որոշակի խնդիրները, որոնք զինված ուժերում, ոչ միայն զինված ուժերում էին առկա, ամբողջացրեց ամբողջ բանակի համար, դա գնալով քայքայած բանակի ֆունդամենտը, հնարավորությունները, ըստ այդմ նաեւ մարտունակությունը։ Հիմա տեսեք, բնականը չէ, ու ինչպես մնացած բոլոր համակարգերի դեպքում է լինում, որտեղ կարող են լինել կոռուպցիայի դրսևորումներ, որտեղ կարող է լինել իշխանազանցություններ, որտեղ կարող լինի պարատավոր բարքեր, որոնք որոշակի մակարդակ կամ լոկալ ինչ-որ բնույթ են կրում, բայց իշխանությունը ամեն ինչ արեց դրանք բերելու, մեծացնելու եւ այսպես ասեմ, իրականության մեջ դրա պայթունով զինված ուժերի մարտունակությանը վնասելու համար։ Հիմա նույնը այդ զուգահեռի մեջ տեղի ունենում Մայրաթորի դեմ։ Այդ երկու կառույցները իհարկե Մայրաթորը շատ քիչ ինստիտուտներ կան, որոնք կարելի է Մայրաթորի հետ մի հարթության մեջ համեմատության մեջ տանել եւ անհամատել է իհարկե, բայց որոշակի նմանություններ այստեղ կա։ Փորձ է արվում 1-2 նաեւ հանրությունից, ձեր ասած բամբասանքների դաշտից, այդ դեղին մամուլից բերել դաշտ, սա ամբողջացնել բոլոր հոգեվորականների վրա, ցույց տալ, որ սա համակարգային է ողջ եկեղեցու ներսում եւ մարդկանց պատկերացումները եկեղեցու իրական ֆունկցիաների եւ դերի մասին խեղաթուրել, այս իրադարձությունը տեղափոխելով լրիվ այլ մակարդակ։ Այսինքն սա ծուղակ է, որին ցավով եմ ասում, բայց կարող են նաև հեշտորեն տարվել շատ մարդիկ, որոնք հիմնական քաղաքական եւ հասարակական ակտիվ դաշտում չկան, զբաղվածության մեծ թվով այլ նաև գործոնների պատճառով ժամանակ էլ չունեն նույնիսկ վերլուծելու իրավիճակը եւ բոլոր մարդկանցից պահանջել, որ իրենք իրավիճակը ստապ վերլուծեն եւ գնահատական տան, բնականաբար դա էլ տրամաբանական չի եւ իշխանության հույսը հասարակության այն շրջանն է, որի էմոցիաների վրա կարելի է խաղալ,
փորձել այդ բամբասանքները կամ 1-2 ինչ-որ արատավոր դրսևորումները բերել եւ ամբողջացնել փաթաթել եկեղեցու վրա եւ իրենց գործը ավելի հեշտացնել։ Սա է երևի ողջ պատկերը։ Եվ անդրադառնանք Նիկոլին անվստահության գործընթաց հայտնելու այդ կարևորագույն վերջին շրջանի կարևորագույն թեմային, որտեղ ոնց հասկացանք, մենք փողոցով չենք կարող հաջողել Նիկոլին հեռացնելու եւ միակ օրինական ճանապարհը մնում է անվստահություն հայտնելը։ Հիմա ինչ փուլում է, հա, ինչ մետը եւ ես ուզում եմ նաեւ հասկանալ այն որ պատիվ ունեմ առաջինն էր, որը հայտնեց, հա, դրական արձագանքեց այս գործընթացին եւ հիմա ունենք վարչապետի անուն ազգանուն եւ ռեալ մարդ, որը ըստ իս հասարակության կողմից ընդունելի եւ արժանապատիվ հայորդի է։ Հիմա պարոն Աբրամյան, ինչ է կարծում, այս գործընթացը կյանքի կկոչվի, որովհետեւ կարծես զարկը տրված է։ Գիտեք, առաջին բանը, երբ որ անվստահության գործընթացի մասին մենք խոսում ենք, վստահ եմ դուք էլ գիտեք, որ տարբեր են դիրքորոշումները, մոտեցումները, որոշների դեպքում նեղ անձնային կամ խմբակային շահեր են գործում, որոշների դեպքում որոշակի անհասկանալիության հանգաման կա, որոշներ ուղղակի ընթացակարգային առումով հարցեր ունեն եւ լավ չեն պատկերացնում, թե ինչպես է այս գործիքը կիրառում, բայց իրավիճակին գանք մի քիչ սկզբից։ Տեսեք, մենք խոսում ենք նախորդ հարցադրումների ժամանակ քաղաքական դաշտում օրակարգ ստեղծելուց։ Հիմա անդիմությունը իր տարբեր դրսևորումներով եւ տարբեր դեմքերով 21 թվականի համապետական ընտրություններից հետո իշխանափոխության տարբեր գործընթացներ են ունեցել, որոնք հատկապես 22-ին են արտահայտվել, 24 թվականին են արտահայտվել, ավելի փոքր մակարդակով 23-ին են արտահայտվել եւ այլն։ Հիմա կա գործիք, որը այս 4 տարիների ընթացքում չի կիրառվել, կամ այս process-ը, այս գործիքի կիրառման դիտարկվել է այլ տեսանկյունից, այսինքն այլ կողմից գալու, զարգացնելու, եփելու եւ դրան հասնելու տեսանկյունից։ Հիմա մենք ունենք լրիվ այլ իրավիճակ, որովհետեւ նախ քաղաքական դաշտում այլ օրակարգ գոյություն չունի։ Կա այլ մոտեցում, որ պետք է լավ պատրաստվել 26 թվականի ընտրություններին եւ մասնակցել, դա էլ կարող է լինել դիրքորոշում, ինչը հանրապետականը չի կիսում։ Կա դաշտում մոտեցում, որը ենթադրում է 26 թվականի ընտրությունների նախապատրաստում եւ այդ process-ին եւ օրակարգը գնում է այդ process-ի նախապատրաստման համատեքստում, ինչը հանրապետականը չի կիսում։ Մենք ասում ենք, որ մենք այս տարվա 1 տարվա ընթացքում չգիտենք թե ինչ կորուստներ կստանա հայկական պետականությունը։ Դրա մի դրսևորումները այս օրերին մայրաթորի նկատմամբ են դրսևորվում։ Զուգահեռ հարթության մեջ կա այսպես կոչված խաղաղության պայմանագիր, որի կետերը 17 կետերից 15-ը հրապարակված չի, մենք չգիտենք դրա հետ կապված ինչ իրադարձություններ կլինեն։ Սահմանադրական իշխանությունը փորձում է սահմանությունը փոխել եւ կասկածներ կա, որ բացի ադրբեջանական առաջնահերթություններից նաեւ այլ կետերում կլինեն փոփոխություն, մասնավորապես մայրաթորի հետ կապված, նրա բացառիկ դերի այդ ամրագրման հետ կապված, որը իդեպ հանրապետականի նախաձեռնությամբ այդ սահմանության մեջ իր ամրագրումը ստացել եւ այլն։ Հիմա ստեղծված իրավիճակում սպասել կամ նախապատրաստվել կենտրոնալ զուտ 26-ի ընտրությունների վրա, որը հատկապես կազմակերպելու է այս իշխանության կողմից, կարծում եք որևէ ձևի տրամաբանական չի, այո։ Հիմա մենք կարող ենք գնանք 26-ին տեսականորեն եմ ասում, ինչ-որ ուժեր գնան, լավ պատրաստություն տեսնեն, չգիտեմ, մեծ գումարներ ծախսեն եւ այլն, հասնես 26-ի միջև այդ 26 այնպիսի իրադարձություններ արդեն տեղի ունեցածել են, որտեղ կամ իմաստը չունենա արդեն այդ ընտրությունների մասնակցությունը կամ նույնիսկ քո մասնակցությունը որևէ խնդիր այլևս չլուծի։ Եվ հաջորդ հանգամանքը հիմա կա գործիք, որը կիրառված չէ, կա իրավիճակ, կա իշխանության կողմից չկատարված խոստումներ, որը արտահայտվել է եւ կառավարության ծրագրի մասով եւ նախընտրական ծրագրի մասով, սահմանադրությամբ վերապահված իր լիազորությունները այս իշխանությունները ղեկավարը չեն իրականացրել, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, ինքնիշխանությունը այսօր գտնվում է բավականին ցածր մակարդակում եւ այլն։ Հիմա կան մի կողմից էլ նկարագրում եմ այն բոլոր հիմքերը, որոնք այսօր հնարավորություն են նաեւ այդ process-ը առաջ մղելու համար։ Հիմա եթե մենք այս օրակարգը չենք ընտրում, ինչ օրակարգ ենք ընտրում։ Այսինքն մենք օրակարգը կամ պետքա մենք ընտրենք, նախաձեռնենք եւ դրանք մոբիլիզացիա իրականացնենք
դրա վերջնական հանգուցալուծմանը գալու եւ այդ ուղղությամբ ջանքերն է դնելու առումով կամ օրակարգը զիջենք իշխանությանը եւ անկանխատեսելիության հեռանկարով սպասենք 26 թվականի ընտրություններին։ Եվ 26 թվականի ընտրությունները, եթե հաշվես առնեմ, որ կազմակերպելու մի իշխանություն, որը ընդհուպ անցել է այնքան է մի քանի անգամ անցել կարմիր գծերը, որ իր համար արդեն այսօր հարցակման թիրախ է նաև մայրաթոռը, ել չեմ խոսում մնացած բոլոր հանգամանքները, ակնկալել որ այդ իշխանությունը արդար մրցակցային ժողովրդավարական ընտրությունները իրականացնելու, կազմակերպելու հնարավորություն է տալու, որպեսզի հասարակությունը իր ընտրությունը կատարի, կներեք, ես կարծում եմ այստեղ ոչ լրջություն կա, ոչ էլ կարծում եմ տրամաբանություն։ Մենք, երբ որ նախաձեռնությունը եղավ դաշտում, անվստահության գործընթաց սկսելու, մենք բնականաբար միջև այս բազմաթիվ իրավիճակային քննարկումներ արել ենք եւ կուսակցությունում եւ նաեւ խմբակցությունում եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործիքը որպես այդպեսին մի կողմից օգտագործված չէր, մի կողմից էլ որոշակի հասունացող process-ներ կային։ Գիտեք, որ մենք առաջին ենք արձագանքել ու ասել ենք, որ մենք պատրաստ ենք այս process-ը մեր վրա վերցնելու։ Մեր ֆրակցիան իր երկրորդ հայտարարությամբ արձանագրեց նաև եւս մեկ բան, որ մենք այս պահին դեռևս առաջադրում չենք անում, որովհետեւ մի կողմից կար խորհրդանում մեզանից ավելի մեծ անդիմադիր խմբակցություն, եւ երկրորդը նախաձեռնությունը, որը ներկայացված էր Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի միջոցով, մենք նաեւ նրանց էինք ասել, որ դուք այդ ճանապարհային քարտեզը, որը տեսնում եք, բնականաբար դա ենթադրում է իր հերոսը, այսպես կոչված այն մարդը, որ նաեւ պետք է դառնա վարչապետի տեխնացու, եւ մենք նաեւ ժամանակ էինք տվել, որպեսզի իրենք էլ ընդհանուր քննարկումներ իրականացնեին քաղաքական դաշտում եւ փորձեինք միասին փոխադարձ ընդունելու եւ կոնսենսուսային դեմ ստանանք։ Քանի որ ժամանակը բավական տևական ժամանակ շարունակվեց եւ դա տեղի չունեցավ, հանրապետականը այս իրավիճակում միգուցե այդ բառը տեղին չէ ասել, բայց մենք այս իրավիճակում ստիպված եղանք մենք այդ առաջադրումը անենք։ Ինչ եմ ասում տեղին չէ, որտեղ ոչ թե մենք արեցինք, որտեղ մենք չունեինք ստիպված ինչ-որ բան ենք արել, այլ մենք կարծում էինք, որ այդ նախաձեռնությունը պետք է կայանա մեծ անդիմադիր ուժը այս իրավիճակում այդ ակտիվ քայլը կատարի, իսկ մենք ավելի վաղ արդեն հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք այդ տեխնացուին առաջադրված պաշտպանելու եւ այլն։ Հիմա ես սա չեմ ասում Հայաստան խմբակցության ինչ-որ ձևի թիրախավորը, իրանք են որոշում, թե ինչպես են շարժվելու։ Բայց իրենք ասում էին, որ մենք չունենք վարչապետի տեխնացու, հիմա կա այդ վարչապետի տեխնացուն։ Հայաստան խմբակցությունը մի քանի հայտարարություններ արել է այս թեմայով, նաեւ ներկայացրել որոշակի նախապայմաններ, թե որ դեպքում ինքը կմիանա։ Որոշակի փոփոխություններով հայտարարություն նաև երեք հնչեց, բայց քանի որ մենք Հայաստան խմբակցության հետ վերջնական հանդիպում դեռ չենք ունեցել եւ դետալային չենք քննարկել, ես այս իրավիճակում այդքան կորект չեմ համարում հիմա գնահատականներ այստեղ հնչեցնելու, քննարկենք, կհասկանանք վերջնական ամեն մեկս մեր դիրքորոշումները կձևակերպենք արդեն, բայց ես չեմ հասկանում թե այս process-ի նախաձեռնումը եւ հավանական սրա չստացվելը ինչ վնաս կարող է հասցնել օրինակ, չգիտեմ, մեզ կամ Հայաստան ֆրակցիային։ Դե ասում են Նիկոլի կյանքը այսպես երկարացում ենք, եթե հանկարծ անվստահության գործընթացը ստացվի։ Բայց մենք այս պարագայում եթե լավ, ասենք չի ստացվում, ինչ է կանում այդ։ Ներողություն, բայց մենք մյուս նախորդ տարիներին նույն ուժերի հետ տարբեր փողոցային շարժումների մեջ ենք, չէ՞ եղել։ Այսինքն եղել է ժամանակահատված, որտեղ որևէ մեկը մտածել է, որ սա 100%-ով լինելու է եւ մտել է այդ process-ի մեջ։ Իհարկե դրա կանխատեսելիությունը չի եղել։ Անդիմադիր քաղաքական ուժերը քվեն ստացել հասարակության կողմից իշխանությունը փոխելու, կլինի պարլամենտով թե փողոցով, հասարակություն տվել է փոփոխության համար։ Եվ դրանով է պայմանավորված եղել, որ 21-ի ընտրությունից հետո առաջին պահը, եւ որ եղել է 22 թվականի դիմադրության շարժումը, մենք մեր ողջ հնարավորությունով մտել ենք ամենակոշտ պայքարի մեջ ենք մտել եւ որևէ ուժի մենք չենք ասա, գիտեք, բա որ դուք չգիտեք հաղթելու ենք խի մտակ, որտեվ մենք որ եկանք process-ը չկարողացանք վերջնակետին հասնել, Նիկոլ ուժեղացավ։ Կամ 24 թվականին, երբ որ Սեփազան շարժման ժամանակ մենք մտանք, մենք կարող դուրս ենք եկել գնացել ենք Բաղդադ Սեփազանին, ասել ենք գիտես Սեփազան, մենք էսի չկարողացանք հաղթանակը ապահովել, դու եկար մեզի խոցելիդ կամ թուլացրեցիր, չէ։ Անդիմադիր ուժերի խնդիրը ոչ թե մանդատից բխող որևէ արտոնությունից օգտվելն է,
այլ այդ պայքարը բոլոր հնարավոր հարթակներում ունենալու համար է։ Եվ հիմա մենք պարզապես չենք կարող նստենք տեղներս, նստենք տանը կամ սովորական դեմքով գնանք խորհրդան, ցույց տանք, որ բան չի տեղ ունենում մեր երկրի հետ եւ սպասենք 26 թվականի ընտրություններին։ Ես կարծում եմ, եթե կա հնարավորություն եւ այդ հնարավորությունը 10, 15 կամ 20% է, պետք է առավելագույն ջանքեր գործադրել այդ հնարավորությունը 15-20%-ի մեծացնելու եւ իրավիճակ փոխելու համար։ Այլ ճանապարհ ես պարզապես չեմ տեսնում։ Երեք Սերյան Օհանյանը հայտարարություն տարածեց, որ մեր 28 պատգամավորները պատրաստ են ստորագրելու։ Հիմա դուք ասեցիք դեռ չեք հանդիպել եւ ոչինչ չեք կարող ասել այդ դեպքում, բայց հիմա եթե հանկարծ ստացվի գործընթացը, որ բուն թեման մտավ գործընթացը ազգային ժողով, ինչ է կարծում, այս process-ը կանգնեցնելու հնարավորություն կտրվի հենց վարչապետի անվստահություն հայտնելու գործընթացում, թե այս էլ է ժամանակ տանելու։ Սերյան Օհանյանի հայտարարության մեջ կար այնտեղ մի դրույթ, որը վերաբերում էր ողջամիտ ժամկետին։ Ողջամիտ ժամկետին, այո։ Հիմա անկեղծ ասած, քանի որ դա հասկանալի չէ, այդքան որ ես չքան հասկացա ոչ միայն իմ համար, այլ շատերի համար հասկանալի չէ, բայց հաշվի առնելով մեր գործընկերային հարաբերությունները, բնականաբար իմ համար նախընտրելի է այս թեմայով նստել սեղանի շուրջ խոսել, ինչի հետ կապված արդեն 3 պայմանավորվածություն ենք ձեռք բերել, քան հանրային արձագանքել Հայաստան Դաշնքանդեղից արձագանքի եւ այլն։ Իդեպ կան այդպիսի շատ թեմաներ, որոնք հանրային դաշտում են սկսում փոխհրաձգությունը, բայց այդտեղ լիքը հարցեր կան, որոնք կարելի է պարզապես տեսնել, նստել խոսել եւ անցնել առաջ, մանավանդ որ դրանցից մեծ մասը ոչ միայն հաղթահարելի է, այլ առանձնապես առաջ տալու համար իմաստ չկա ինչ-որ մարդու վիրավորելու կամ ինչ-որ կոշտ բառապաշար օգտագործելու համար, ինչը ցավոք հանրապետականի դեմ վերջին մի քանի ամիսների ընթացքում օգտագործվել է։ Հիմա անվստահության գործընթացի հետ կապված, տեսեք, մենք արեցինք երկրորդ քայլը տեխնացու նաև առաջադրելով, տեխնացու, որը մենք համարում ենք այս իրավիճակի համար բավականին մրցունակ, հաշվի առնելով իր ըստեյության հաջողության քաղաքական նաև կյանքը, դիրքը, կենսագրությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դավիթը մշտական գտնվել է իշխանության հետապնդումների դաշտում, նրա ընտանիքի անդամները եւ այլն, եւ բավականին բարդ պայմաններում ոչ միայն ինքը 18 թվականին է կարողացել պահպանել իր պաշտոնը, այլ նաեւ որպես համայնքի ղեկավար 22 թվականին նաեւ վերընտրվել է ջախջախելով քպական տեխնացուին եւ այս իրավիճակում նաեւ հաշվի առնելով իր այսպես ասեմ կամային հատկանիշները, մոտեցումը, վճռականությունը հանրապետական համարում է, որ այս պահին ինքը այն մրցակցային տեխնացուն է, որի շուրջ նաեւ կարելի է կոնսենսուս ապահովել։ Հիմա տեսեք, իրադրությունը, երբ որ մենք ասում ենք հաջորդ քայլը կամ մյուս քայլը, նայեք, իրադրությունը քաղաքական դաշտում այնպես է զարգանում, որ ցանկացած ժամ, ցանկացած օր կարող է իրավիճակ փոխել։ Նույնիսկ այն մարդը, որ երեք հայտարարում էր, որ գիտեք, ես այս պահին ձեռնապահ կմնամ միանալուց կամ չգիտեմ, չենք միանում այս կամ պատճառով, 2 օր հետո կարող է ինքը գա քեզ համոզի, որ քո համապատասխան ցուցակում իր ստորագրություն դնի, որտեղ իրադրությունը այն ինչ որ թելադրում է իշխանության կողմից, այդ բարոյականության բոլոր այդ արգելապատնեշների կոտրում, ջարդում եւ այլն, իրավիճակի անընդհատ մեր հասարակության մեջ փոխում եւ բնականաբար դա արտացոլումը ստանում է քաղաքական դաշտում։ Իշխանությունը գիտակցում է, չէ՞ որ մենք բերել ենք իր գլխին, կախել ենք իր համար սպառնալիք, մենք դրել ենք սա երկարաժամկետ գործածման ական է, որը ցանկացած իրադրային փոփոխության եւ անհրաժեշտ իրավիճակի ձևավորման փուլում իր դերը կատարելու եւ սրանց զրկելու իրենց իշխանությունից։ Հիմա ժամկետների մասին են հարցնում, ասում են, բա ինչ ժամկետում ոնց է։ Հիմա նախ որոշակի անկանխատեսելիության դաշտում պահելու խնդիր կա գործընթացը մեկ, երկրորդը սա պետք է էֆի այնպես, ինչպես իր բնական, այսպես ասեմ, ճանապարհն է ենթադրում, եւ այստեղ պետք է նաեւ որոշակի համբերատարություն դրսեւորել ոչ միայն թիրախավորվելու առումով, որտեղ գիտեք, մենք այս օրերին մեծ տարբեր ճամբարներից տարբեր հարցակումներ ենք ենթարկում այս նախաձեռնության համար, այլ հասկանալու թե ճիշտ պահը որն է եւ այդ պահին ինչպես պետք է գործառույթները իր հաջորդականությամբ սահմանել։ Ես կարծում եմ, որ սա նաեւ եւս մեկ հնարավորություն է մեր տեխնացուի առաջադրումը եւ բնականաբար բոլորի համար տեսանելի մրցակցային տեխնացուի առաջադրումը
որպեսզի նաև մեր բոլոր քննարկումները տեղափոխվեն առավել առարկայական դաշտ եւ հնարավորություն ստանան կոնկրետ հողի վրա քննարկելու թե ինչպես եմ շարժվել։ Իսկ եթե վերջին րոպեին Հայաստան դաշինքն իր վարչապետի տեխնացուի անունը հայտարար, այս դեպքում ոնց է լինելու։ Գիտեք, Որտեղ իրենցից ամեն ինչ Հայաստան խմբակցությունը իր դիրքորոշումները այս մեկ ամսվա ընթացքում արտահայտել է եւ ժամանակ ուներ ոչ միայն տեխնացուի մասով, այլ շատ կան գործիչներ, որոնք ասոցիացում են Հայաստան դաշինքի առաջնորդի հետ, որոնցից երևում է ավելին, որ նրանք առանցարակ փողոցային դրսևորումները համարում են իրենց ներքաղաքական շահերին հակասող։ Ավելին ես վերջին շաբաթվա ընթացքում նաև երկրորդ նախագահի ասոցիացվող տարբեր մարդկանց տեսա, ովքեր ասում էին, որ գիտեք, փողոց հանգարց դուրս չգաք, որտեղ փողոց դուրս գալը սադրանք է, եւ Նիկոլ Փաշինյանը փորձում է ինչ-որ իր օրակարգը ձևավորել եւ այլն, ինչը լրիվ անհասկանալի է, այսինքն մարդկանց մոտ կա պորտքում, դա կոնկրետ այդ մարդիկ շատերը աֆիլիացված չեն որևէ քաղաքական ուժի հետ, այդ մարդիկ փորձում են որևէ ձևով պաշտպանել հայոց եկեղեցին, բայց մեկ էլ դաշտում ինչ-որ մարդիկ են հայտնվում, ասում են ժողովուրդ ջան, կանգնեք, սա սադրանք է, հանգարց փողոց դուրս չգաք, սա իշխանության օրակարգը փողոց դուրս գալը եւ այլն, այսինքն գնացեք, նստեք տները, հետեւողականորեն սպասեք 26 թվականին, հետո ձեզ խնդրել ենք, որ գաք քվեարկեք մեր օգտին, այդպես չի լինում։ Շնորհակալ եմ զրույցի համար, առաջ Աստված հուսանք, որ անվստահության գործընթացը կյանքի կկոչի։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։